Գիտեք, ինչով է տարբերվում Հայաստանի ընդդիմությունը Վենեսուելայի ընդդիմությունից։ Նրանով, որ Վենեսուելայի ընդդիմությունը իրանց մամուլը ասում է Տրամփ ոչ մի 50-50, նա վիկուսի ասում է։ Չկա մեր բարիքները քո հետ կիսվենք, էլի փայ մտնես։ Իսկ Հայաստանի ընդդիմությունը դրա մասին համաձայն է։ Դրա մասին չի էլ խոսում։ Ես անցած տարի բան ասեցի, որ լսեք ընդդիմադիրներ հավաքվեք, գոնե գնացեք մի հատ ցույց արեք դեսպանատան դիմաց։ Ոչ այդ 60 40 50 այդ միջանցքի հետ կապված էլ այդ ճանապարհի։ Բայց տեսեք մի հատ ձայն չկա։ Նայեք, մեր ընդդիմադիրները ծերից ծեր իրանց բլոգերներով, բանով, իրանց լրագրողներով այդ թեման չեն շոշափում։ Դուք տեսեք այսօր նույնը Պարսկաստանն է բան անում, էլի այնտեղ տարբեր ձևի էլի որ ուժեր կան, թե որ ոնց կարող Ամերիկան կա մեզանից էլ 50-50 ուզի։ Իսկ մենք մերվել են մեր ընդդիմադիրները, այս սա է մեր ու նրանց տարբերությունը։ Որտեւ ոնց Ռոբերտ Քոչարյանը ասի կամ դաշնակներ գնան բանի դիմաց, դեսպանատան դիմաց բողոքի ակցիա անցկացնեն։ Միանգամից Քոչարյանի նավարի պասպորտները Անուլի Ռվատյանի Ամերիկան։ Դաշնակների բանի դրանք ինչ է։ Ձեզ թվում է ինչ որ մեկը այն ընդդիմադիր Վանեցյան բան կարա գնա տենց քայլի դիմի։ Միանգամից այդ իրանց վիզաները կջնջեն, вообще Ամերիկա չեն թողի մտնի, բայց Ամերիկան դա բան է։ Բոլորի համար ջրի ճանապարհ է սարքել այդ էլիտան։ Այդ դրա համար չեն անում։ Այս սրանով է տարբերվում հայի գենը Մեքսիկացու այդ այնտեղ որ կա իսպանական ու հնդկացիների այդ գենն է Վենեսուելայի ժողովրդի մեջ, իսկ մեր մոտ ավանտյուրիստ հայի գենն է։ Ձեզ ումա ինչի դրանից չի խոսում նույն բանն են աֆրիկացին, հեսա միանգամից Ամերիկան մի հատ նարկոգործ կգտնի վրան, նարկո բարոնի մի բանը կդնի վզին, դրա համար ձենը կդրած նստած են, ոչ մեկ է թեման չեն բարձրաձայնում, ոչ մի բլոգեր, լսեք, ես ասում եմ, ես մի հատ քաղաքական գործիչ կա, խոսում ես այդ ասում դրա համար պետք է Նիկոլին վռնդենք։ Ասում եմ, արա 25 մայից տայ մորդ, որ քեզ աբորտ աներ, այ զիտաղա, դու միջև ընտրություններին հասնես, կարող արդեն ստորագրեն բան, դուք գնացեք քայլեր արեք, այդ քայլերը ասենց ապագայի համար է, 10 տարի հետո, 20-50 տարի հետո, երբ որ մենք չենք կլինի, մեր թորների համար, դուք սենց մտածեք, գնացեք այդ քայլին դիմեք, այդ ցույցը արեք, որ այս սրանք էլ գոնե խոսալու տեղ ունենան, հասկացեք։ Անես չի որ այս քպան լծված է, լրիվ սաղոր քնում մտածում են, ոնց Հայաստանը վարի տան, էլի ոնց որ ձեր այդ թեզերը ձեր այդ հիմարների համար տարածում եք։ ՔՊ-ի մեծ մասը այնտեղ հանրապետականա, բարգավաճա, ես իմ այնտեղ օրինաց երգիր որ դեյցասից լծվել են արա։ Նրանց ճտերն են, նրանց երեխեքն են, թորներն են։ Անես չի որ նրանք սաղոր մտածում են ոնց վարի տան, էլի լսեք մի քիչ այս այա պոլիտիկայով զբաղվելը, քաղաքական քայլեր, այդ քաղաքականությունը շախմատի պես բան է, ասենց։ Չէ, դու տես չեն գնում, չեն անում, տես ես ասում եմ, արա արի գնացեք այնտեղ տաշիրը տենց բան անի, վյա։ Մի անգամից այնտեղ Forbes-ի ցուցակից կշպրտեն միտեղ հաշիվների վրա բան կդնեն։ Տեսեք ոչ մեկ չի ուզում։ Ու ինձ մի ասեք դու ինչի չես, լսեք ես նորմալ ընդդիմության կողմն եմ, ես նորմալ առողջ շարժման կողմն եմ, երրորդ ուժի կողմն եմ։ Այլ ոչ թե սպեկուլյանտների։ Դուք տեսեք նույն խլեշա սպարապետը իր գրին քարտի համար ճանգրում էին արաբը բանի դեսպանատան պատերը։ Իսկ տեսեք Հայաստանի շահի համար այդ քայլին ոչ մեկ չի ուզում գնալ, չի դիմում։ Դրա համար ես նայում եմ ոնց են խոսում տարբեր նույն այս Վենեսուելայի հետ կապված, նույն Պարսկաստանի այս ամեն ինչի հետ կապված, էլի Կուբայի հետ կապված, այնտեղ որ մարդիկ ասում են լսեք, ինչ 50-50 իսկ մեր մոտ բոլորը լռում են։ Այն մի մասը լրագրողները լռում են, որ գրանտներից չկտրվեն, այն մյուս մասը լռում են, որ իրանց շեֆերը վիզաներից չզրկվեն։ Հասկանում եք ինձ որ այսին վերջի բայց ոմանք գրում են դարար նիկոլական։ Արա ես նիկոլական չեմ, ես լսեք ես նորմալ Հայաստանի ապագայի մասին եմ մտածում։ Այսօր Նիկոլա վաղը այն մյուսնա երրորդ հեն կլինի։ Լսեք, բայց պետական ֆունդամենտալ շահ կա, որ պետքա մարդ պաշտպանի։ Այլ ոչ թե այս սենտիմենտալ այս հիմար թեզերը տարածեն բոլոր նայեք բլոգերներից բռնած այնտեղ ով ասես փողը դուր մետադիչկեն դուր թեման դուր տես նստեք այս բան եսի ինչ են քահանաները էսի ուխտադրույժներ բան սկսում են էլի սենց թեման է նայեք
Դրա համար Էսա մեր տարբերությունը, սրանով ենք մենք տարբերվում, հասկանում եք, ուրիշներից։ Դրա համար ենք այսօրի։ Ես օրինակ այնպես բարի նախանձով ասեմ, լսեցի, երբ որ Վրաստանը հայտարարեց, որ իր այնտեղ ուսանողների հետ բանը, ուսման վճարը կհանվի պետական բաներում սովորող։ Արանից խիմեր մոտ այդպես չենք կարողանենք։ Ես օրինակ դա բարի նախանձով լսեցի։ Ինչի մեր հայ օրինակ առողջապահությունը որ կա օրինակ վերցնենք հենց այդ ռակով հիվանդներին, էլի այդ քաղցկեղի այդ քիմիոթերապիան բանը, կան ավելի լավ բուժումներ, որոնք վճարովի են, թանկ են այդ դեղերը։ Ինչի պետությունը չառնի իր քաղաքացու համար։ Դրան փող է պետք, հասկանում եք, այդ միջանցքը, այդ կոմունիկացիաները այդ փող բերողը կարող է լինեն։ Հասկանում եք, որ կարողանաս նորմալ երկիր սարքես, որ այստեղ այնտեղ էմիգրանտ չդառնաս, գնաս վիզա ծռես, համբալություն անես, այնտեղ առաքիչ են, ինչ ասես, աշխատում են, գնում են, լսում ես։ Մնաս քո երկրում։ Ես այսպես եմ մտածում, տեսնում ու զգում եմ, որ դաշտում ոչ մեկ պրագմատիկ մտածող չկա։ Բոլորը իրանց այսօրվա վաղվա աթոռի համար են մտածում ինչ որ մի բոնուս փոկելու։ Այս ընդհանուր այդ իշխանական տորթից։ Դրա համար ես այսօր ոչ մեկի չեմ տեսնում։ Սրանք բոլորը նրա համար են եկել, որ Նիկոլը վերարտադրվի, որ այս երկիրը ծախեն, այստեղ տեսեք իրանք բիզնես պլանը Հայաստանը վարի տալը։ Ծախել է մի բան փախցնելը, Ամերիկայում տուն առնելը։ Էդա հայն, տեսեք չկա որ գնա Ռուսաստան տուն առնեն, էլի։ Ռուսաստան տուն առնում բան ավելի են միջին են, ավելի ռաբատյակ մասսան։ Բայց դու նայր ինչքան կոարշարակե օզի վաստակա գները գարդա։ Գնում Ամերիկա դներ են առնում, գլեն թաղ այնտեղ։ Այս հայա սրանց բոլորի նպատակը, դրա համար ինձ հերիքա գրեք, խլեշաս պարապետը չի ուզում Ամերիկան թողնի։ Ինձ վիրավորական ոչինչ մի գրեք, ես ուղեղով եմ մտածում, ես գոշ բջիջները մտածելու համար այլ ոչ թե մարդկանց այն կուրք սարքելը, ես իմ Նապոլեոնի նկարով, Հյուլիուս Կեսարի, ես իմ Ստալինի կիտելը հագցնենք, ֆոտոշոփ անենք ու աղոթեք վրեք, արա դրած սաղի։ Ինչի չեք խոսում, այ հենց այս լուրջ բաների մասին, լուրջ քաղաքական պոլիտիկայով զբաղվում, այլ պրոստիտուցիայով զբաղվում։ Փարգենք Սուրբ եկեղեցին։ Այս այ որ ինձ գրում են, արա, ես ինձ չես հասկանում, էլի, ես մարդկանց, արա, դու ոնց են մտածում, էլի։ Ու գիտեք, մի լավ բան կա սրա մեջ։ Այս զանգվածը մի փոքր է։ Այս փոքր զանգվածը, սա միգուցե մի 100-150 հազար հոգի գլուխ անաս ունա։ Որոնց մի մասը գտնվում է լավ մասը Սփյուռքում, ես շատերի հետ զգում ես, էլի դու որտեղից է գալի այդ ամեն ինչը։ Դա Հայաստանի զանգված չի։ Դրանք ասենց պատտվում են բոլոր այդ ալիքներով, ինձ օրինակ իմ այդ նույն YouTube-ը որ կա, նամանավանդ YouTube-ը շատ լավ բաներ ունի, էլի ստատիստիկա որ բերում է, թե քո հետևորդ էլի ումա նայում, ոնց է նայում։ Դու զգում ես, դա ընդհանուր այդ մի զանգված է, որ նստած այդ բոլոր դիտումները կա, օրինակ ամեն մեկի մոտ 20,000, 10,000, 8,000, 5,000, դրանք այդ նույն մարդիկ են, այդ մի զանգվածն է փոքր։ Իսկ Հայաստանի բնակչության մեծ մասը ու լուրջ են դա։ Նրանք այսպես թքած ունեն սաղի վրա։ Ասում են խիարը խերով փոխել պետք չի։ Երրորդ ուժ են, լուրջ ուժ են սպասում։ Այլ ոչ թե սպեկուլյանտների։ Հենց որ այս սրանով ենք մենք տարբերվում Պարսիկից, նույն բանից, Վենեսուելայից, սրանց Մերոնք այդ տեսեք իրանց այդ բանով ավելի շատ ուկրաինացիքին են նման։ Տես կապ չունի որ կողմից լինի, երկիրը վարի տան, երկիրը տան իրանց բոնուսները բռնեն, փախնեն Եվրոպա կամ Ամերիկա։ Մեր հայրի համար Ամերիկան է։ Այսա մենք ավելի շատ խախոլներին ենք նման։ Այս քաղաքական գործիչ կար, խոսում ենք հենց Պարսկաստանի վրով, արա հենց են Պարսկաստանը պատկերացնում, որ ասում են այդտեղ չի լինի, արդեն Ամերիկան որոշել է։ Ասում արա դու քո մասին ես մտածում, բայց պատկերացնում Պարսիկ ժողովրդին։ 100 միլիոն ժողովուրդ, տարբեր այնտեղ մենք որ բանանային մտածելակերպ ունենք պետության, թվում է բոլորը այդ ձև են։ Ոչ, դու եթե քեզ թույլ ես տալիս, որ քեզ բռնաբարեն, քեզ կբռնաբարեն։ Նույն այն բանը, որ թեզը կա են կուզը ցծած է, պատերազմ եք ուզում։ Լսեք, դուք դրեք այդ ճանապարհի այդ տոկոսները իջացրեք, ու նույն Ամերիկային սրան նրան հասկացրեք, լսեք, համերաշխ ու հալալ ձևով դա պետք է լինի։ Բեր ես կոպիտ ձևով արա դու տես, այսօր մի հատ սովորական հարսանիք նկարող մի հատ ֆոտոգրաֆ ընդեղ կարող է մի հատ մինա կախի կամ մի հատ մինամյոտի սնայր տանի մի հատ տրուբիտ վրան գցի։ Եթե դու ժողովրդին թողեցի ասած ասած աբիժնիկ, այնքան կլնեն ասած անթրաշ ֆիդայիներ, նժդե կարթան կենաց խմեն ասեն կնան գա դու
Պետք է համերաշխ ձևով լինի դա, դու այն կողմին էլ բացատրի։ Դու որ ուզում ես կոմունիկացիաներ, կաբելներ, նավթ, գազ, պետք է հալալ ձևով լինի։ Սա պետք է ազգային ինչ-որ ծրագիր լինի, որ այս րոպեին նույն ընդդիմությունն էլ ստիպի։ Բայց ընդդիմությունը տեսեք, այս լուրջ բաներով չի զբաղվում։ Ասում է, դրա համար պետք է Նիկոլը գնա, որ ասում է, անասուն միջև այդ ընտրությունները լինեն, կարող արդեն ուշ լինի։ Բա որ չգնաց, արա։ Ասա, մտածեք, լսեք, ես երևի հասկանալի եմ բացատրում, ու դուք հասկանում եք, թե ես ոնց եմ նայում այս վիճակին։ Չկա ընդդիմություն։ Սրանք բոլորը սպեկուլյանտներ են, 4 բոլոր որ նայում ես։ Լսեք, նույն բաներից են խոսում, հələ մտեք բոլորի ալիքները նայեք, արա։ Բայց ոչ ռեալ քաղաքական քայլերից եւ քաղաքական ծրագրերից ու գործընթացներից։ Շնորհակալություն։